Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Անցնող շաբաթներուն ցեզի սկսա ներկայացնել Աստվածամոր մասին ուղղափառ եկեղեցվո մեր թավանանքը։ Ինչպես ուղղափառ եւ կաթողիկե եկեղեցիները գհավադան, նույնպես ալ հայ առաքելական մեր սուրբ եկեղեցին գհավադա, թե Աստվածամայրը ինք սովորական գիմը չէ, այլ անիգա Աստվածածին է։ Խոսեցա այդ մասին ցեզի, ցույց տվի թե ինչպես Աստված մեծարեց Աստվածամայրը, սուրբ երրորդությունը մեծարեց Աստվածամայրը, երբ որ նախ ընդրեց Աստված Սուրբ Մարիամը իրեն որպես հարս, Սուրբ Հոգին հանգչեցավ անոր վրա, որբեսի Աստուծո միածին որդին, Սուրբ Երրորդության երկրորդ անձնավորությունը Սուրբ Գույս Մարիամեն ծնի։ Եվ ահա սիգա արդեն մեծակույն բադիվն էր։ Նաև խոսեցա մեկնաբանեցի ցեզի սիրելներ, թե ինչպես Գանայի հարսանիքի ընթացքին, երբ Դագավին Հիսուսի ժամանակը հասած չէր հրաշագործելու, սակայն երբ իր մայրը խնդրեց, Սուրբ Երրորդությունը ամբողջ ժամանակը, աբակայի ժամանակը ներգային մեջ փերավ, որբեսի Աստվածամոր խնդրանքը գադարվի։ Նաև սիրելներ ներկայացուցիչ թե ինչպես Աստվածամայրը մարդկանց մեջ գոչված է, մեծարված է Սուրբ Եղիսաբեթ, Հովանես Մկրտիչի մայրը, Սուրբ Մարիամը գոչեց Դիրամայր, ինչ ուրախություն, որ իմ Տիրոջս մայրը ինձի գուքա, եւ նաեւ չծնված Դագավին, չծնած Հովանես Մկրտիչը 6 ամսական իր մորը փորի մեջ երկրվակեց, ուրախացավ, երբ Աստվածամոր ցայնը լսեց եւ շարժեցավ իր մորը արքանտին մեջ։ Նաեւ խոսեցա սիրելներ ցեզի, թե ինչպես Աստվածամայրը երկրորդ Եվան է, որովհետև առաջին Եվան մարդկության վրա անեծք բերավ, ճաշակելով բդուղը, արգիլյալ բդուղը, եւ Աստված թադաբարդեց օծը, եւ ասա որ քու ու գնոջ միջև, քու եւ անոր սերունդի միջև թշնամություն պիտի տնեմ, ահա երկրորդ գինը, երկրորդ Եվան հանդիսացավ Սուրբ Մարիամ Աստվածամայրը, որովհետև ոչ թե արգիլյալ բդուղեն գերավ, ոչ թե Աստուծո խոսքին անհնազանդ գտնվեցավ, այլ ընդհակառակը իր հնազանդությունը հայտնեց Աստուծո խոսքին եւ ասավ ես Տիրոջ աղախինն եմ, ինչպես որ ինքս է այդպես թողնա, եւ ինք ծնավ աշխարհ անմահության բդուղը Հիսուս Քրիստոսը, հետեւաբար գնոջմովը անեծք մտավ աշխարհի մեջ եւ երկրորդ գնոջմով Աստվածամայրով օրհնություն մտավ աշխարհի մեջ, անեծքը չնչվեցավ։ Անցնող շաբաթ ցեզի խոսեցա սիրելներ Աստվածամոր հավերժ գուսության մասին եւ 5 դագարանեն ցեզի օրինակ բերի, թե ինչպես Եզեկիել մարգարեն սիրելիներ, թե Եզեկիել մարգարեն անշուշտ, թե նաեւ երկրոց գիրքեն, բայց տեսանք թե ինչպես Եզեկիել մարգարեն դեսավ արևելյան թուրը եւ տեսավ որ այդ արևելյան թուրը փակ էր։ Բացատրեցի ցեզի Եզեկիել մարգարեության 44-րդ գլխու առաջին 3 համարները։ Եվսի որ եկեղեցվո հայրերը այս փակյալ թուրին յետև գտեսնեն Աստվածամոր հավերժ գուսությունը, որովհետև այնտեղը միայն խաղաղության իշխաններ որ մտավ եւ խաղաղության իշխան այդտեղեն դուրս ելավ եւ այդ թուրը փակված գնքված մնաց։ Այսօր պիտի շարունակեմ սիրելներ ցեզի խոսիլ Աստվածամոր հավերժ գուսության մասին։ Ինչու համար այս նյութերու մասին խոսիմ, որբեսի մեր եկեղեցու զավակները թուք սիրելի ասկագիցներ քիտնակ ուղափառ մեր հայրերու թավանությունը եւ այսօրվան մեկնաբաններու հատկապես փողոքական եկեղեցներու գողմե եղած մեկնաբանությանց խոսքերը լսելով չգասկածիկ չդարվիկ, չգարձեք, որ Աստվածաշունչին հագարակ խոսքեր է, որ մեր հայրերը մեզի փոխանցած են, որովհետև անոնք Սուրբ Հոգիով լեցված են սիրելներ։ Այսօր հարկելով հանդերձ
փողոքական այն հավատացյալներուն, որոնք իսկապես հավատք ունին Հիսուս Քրիստոսի նկատմամբ, սակայն որովհետև հոգի բաց աչքերով չեն գարտար Աստվածաշունչի այս բոլոր բացատրությունները, անորամար դժբախտաբար գինան օդարամուտ եւ նորամուտ բացատրությանց սխալ վարդապետության մեջ։ Ասեմ, որ մինչև երբ բարեգործական շարժում եղավ, reformation-ը եղավ, այսինքն լուդերը փողոքեց այդ օրերու բաբի թեմ եւ անոնց որոշումներուն թեմ, մինչև լուդեր սիրելիներ եւ ատկեվերջ նույնիսկ լուդերի հաջորդները Քալվինը եւ ուրիշներ մինչև Ջոն Ուեսլին ամենքնալ անխդիր իրենց վարտաբեդության մեջ, իրենց թավանանքին մեջ հիշած են Աստվածամոր ոչ թե նախքան հղանալը գույս ըլալը, այլ նաև Հիսուսը ծնունդ դալե յետք հավերժ գույս մնալու վարտաբեդությունը։ Հետևաբար, մինչև ուշ այս բարեգործական ժամանակները եկեղեցվո մեջ երբեք սիրելիներ հարց չգար Աստվածամոր հավերժ գուսության մասին։ Փողոքականյան արդի շարժումներն էին, որ հետո պիտի թեմ տնեին ասելու համար, որ Աստվածամայրը նախ հադուկ գինը չէ, այլ սովորական գին է, եթե հադուկ գին չլար, սովորական գին լար սիրելներ, այդ բարակային դերը պիտի չսպասեր, որ պատրաստեր մեկը Սուրբ Մարիամը, որու մեջ են հաջեր իր զավակը ծներ, այլ ոչ մեկ ժամանակ պիտի ծներ։ Եվ այս բոլորի մասին խոսած եմ ցեզի։ Բայց ես այսօր պիտի քանի մը ուրեմն փողոքականյան բացատրությանց արարգությունները նշեմ եւ անոնցմե առաջին մասին այսօր խոսիմ, իսկ հաջորդ շաբաթներուն մյուս արարգությանց մասին։ Գլխավոր արարգությունը, որ իրենք կգադարեն, Մատթեոսի ավետարանի առաջին գլխու 25-րդ համարեն առնված է, ուրեմն այստեղ գսվի, որ Հովսեփ Աստվածահայրը, այսինքն Աստվածահայր գոչեմ, անշուշտ Աստվածահայր չէր ինքը, այլ օրենքին դիմաց ինքը Հիսուսի հայրն էր, բայց եթե գրնանք Աստվածամայր գոչել, Աստվածահայր բարձաբես սիրելներ որպես դիդրոս, ոչ որպես ծնունդ, ուրեմն Հովսեփը գսե չհարապերեցավ Մարիամի հետ, մինչև որ իր անտրանիկ զավակը ծնավ եւ զայն Հիսուս կոչեց։ Հիմա կբացատրեմ այսօր այս դույթի մասին խոսիմ։ Բայց նաեւ փողոքականյան ուրիշ արարգություններ են, օրինակ անտրանիկ բացատրությունը, որովհետեւ Ղուկասու ավետարանի մեջ երկրորդ գլխու մեջ սիրելներ գգարտանք, որ երկրորդ գլխու 7-րդ համարի մեջ եւ ծնավ իր անտրանիկ զավակը։ Ինչ կնշանակի անտրանիկ, ուրեմն կնշանակի առաջին է, վերջ ուրիշ զավակներ ալունի, եւ նաեւ երրորդ արարգություն, որ Սուրբ Գիրքի մեջ քանի մը դերեր գիշվին, թե Հիսուսի մոտ եկան իր մայրը եւ եղբայրները եւ քույրերը։ Այսօր եկեք սիրելներ գետրոնանք միայն Մատթեոսի ավետարանի առաջին գլխու 25-րդ համարին վրա եւ բացատրենք, թե ինչ կնշանակի մինչև։ Հունարենին մեջ սիրելի եղբայրներ եւ քույրեր, մինչև փարը հունարենով հեյոս փարն է։ Եվ հեյոս փարը հունարենին մեջ չեն թատրեր բացարձակ կերպով, որ հարաբերությունները դեղի ունեցած են ատկե յետքը ընդհանրակը, ասիկա հաջախ գոկտակորձվի սիրելներ Սուրբ Գրքի մեջ, աբակա առանց աբակա կորձողության հղում գադարելու ովևէ փաստ նշելու։ Այսինքն հունարենի մեջ հեյոս փարը չի նշանակեր, որ ժամանակեմը վերջ փոփոխություն դեղի պիտի ունենա։ Եվ այս մասին եկեղեցու բոլոր հայրերը գխոսին։ Քանի օրինակներ դամ։ Օրինակ սիրելներ, մենք գգարտանք Սուրբ Գիրքի մեջ, Ծննդոց Գիրքի մեջ, երբ որ Նոյի դաբանը ուրեմն հանգչեցավ Արարատ լերան վրա,
Գգարտանք թե ինչպես Նոյը ակրավ ուղարկեց եւ Սուրբ Գիրքի մեջ սիրելներ գսվի որ այդ ակրավը քնած գգարտամ ուղագի ծննդոց գրքի 8-րդ գլխու 7-րդ համարը որբեսի լսենք Սուրբ Գիրքի մեջ են եւ դուք կրնաք սիրելներ ծեր Սուրբ Գիրքը բանալ եւ գարտալ գսե եւ ակրավ մարցագեց որ ելավ ու աստին անտին գբդդեր մինչև երկրի վրայեն ճուրերուն ցամքիլը մինչև ճուրերուն վրայեն ցամքիլը չի նշանակեր որ ցամքելեն վերջը ակրավը յետ վերադարձավ նոյանդաբան մենք գիտենք որ ակրավը չի վերադարձավ գամ սիրելիներ երբ գգարտանք երկրորդումն օրենքի գրքի 34-րդ գլխու մեջ Մովսեսի մահվան մասին այնտեղ գսվի սիրելիներ որ 6-րդ համար դերը Մովսեսը Պետպեկովրի թեմ Մովապի երգիրը ծորիմը մեջ տաղեց ու մինչև այսօր ովևէ մարդ անոր քերեզմանին դեղը չգիծավ այս երբ որ գսե մինչև այսօր խոսքը իր ժամանակի մասին է այս կրության ժամանակի մասին է այսինքն այս խոսքը 3000 տարին առաջ գրված էր մինչև այսօրը հիմա հարցում 3000 տարի վերջ արդեն անցած է այս խոսքեն 3500 տարի անցած է արդյոք այսօր Մովսեսի քերեզմանը գտնված է ոչ չէ գտնված գամ սիրելիներ մենք գգարտանք Եսայի մարգարեության մեջ Եսայի 46-րդ գլխու 4-րդ համար այստեղ գսվի Աստված ինքը է սողը մինչև ծեր ձերությունը ես նույնն եմ մինչև ծեր ալևորությունը ես ցեզի պիտի գրեմ ես ստեղծեցի ու ես պիտի վերցնեմ ես պիտի գրեմ ու պիտի ազատեմ հիմա հարցում Աստված երբ որ գսե մինչև ծեր ձերությունը ես նույնն եմ ուրեմն Աստված մեր ձերութենեն յետ գփոխվի Գամ երբ որ գսե մինչև ծեր ալևորություն այսին մինչև ծեր դարիք հասնիլը ես ցեզի պիտի գրեմ ուրեմն մեր դարեց տանալեն վերջ ձերանալեն վերջ Աստված այլևս մեզ պիտի չգրե Գամ սիրելիներ մենք գգարտանք Երկրորդ թագավորաց գրքի 6-րդ գլխու 20-րդ համարին մեջ թե ինչպես ուղագի գբանամ Սուրբ Գիրքը եւ գգարտամ սիրելներ թողալ գարտացեք անպայմանորեն գսե Սավուղին աղջիկը մեղքող մինչև իր մահվան օրը զավակ չծնավ մինչև իր մահվան օրը զավակ չծնավ հարցում ուրեմն մեղքող իր մեռնելեն վերջ զավակ ծնավ ձիծաղելի բիդելար չէ անհեթեթ բիդելար չէ գտեսնեք սիրելներ որ հունարեն էյոս բառն է որ Սուրբ Գիրքի մեջ ընդհանրապես թե եբրայերի մեջ թե հին լեզուներու մեջ մինչև անպայմանորեն չի նշանակեր որ ատկե վերջ փոփոխությունը դեղի ունեցավ Նաև սիրելներ ցեզի գարկմը համարներ մեջ բերեմ նոր գդագարան են օրինակ դեր Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանի 28-րդ գլխուն մեջ 20-րդ համար վերջին համարի մեջ գսե Անոնց սորվեցուցեք այն բոլոր բադվիրանները որ ես ցեզի դվի եւ ահա միշտ ցեզի հետ պիտի լամ մինչև աշխարհիս վախճանը ուրեմն Հիսուս աշխարհի վախճանեն յետ մեզի հետ պիտի չլա այլևս Հիսուս միշտ մեզի հետ պիտի լա չէ գամ սիրելիներ գգարտանք 72-րդ Սաղմոսին մեջ 72-րդ Սաղմոսի 7-րդ համարի մեջ գսվի այս խոսքը գուղվի թագավորին մասին հավիտենական թագավորի մասին իր օրով արդարությունը պիտի ծաղկի եւ արադանա փառությունը մինչև որ գմնա լուսինը մինչև որ գմնա լուսինը այսինքն այնքան ադեմ որ լուսինը գմնա հարցում ատկե յետք
Արդյոք Աստուծո փառությունը եւ Աստուծո արդարությունը պիտի չձաղգի։ Արդյոք պիտի վերանա սիրելիներ այս փառությունը։ Կամ գգարտանք սիրելիներ 110-րդ Սաղմոսի մեջ, ասիկա շատ կարևոր մեսիական Սաղմոս է։ Առաջին համար գգարտամ։ Դերը ըսավ իմ դիրոջս, ով է դերը Աստված։ Ով է Դավիթ որո համար գխոսի դերը, այսին Աստված ըսավ իմ դիրոջս, ով է մյուս դերը։ Աստված որո հետ գխոսի։ Աստված գխոսի Հիսուսի հետ, իր որդիին հետ։ Ուրեմն դերը ըսավ իմ դիրոջս։ Աչ գոմս նստե, մինչև որ ես թշնամիներդ ոտքերու դակ տնեմ իբրև բադվանտան։ Աչ գոմս նստե, մինչև որ ոտքերու դակը բերեմ բոլոր թշնամիներդ։ Հարցում Հիսուս Աստուծո աչ գոմը նստել են ետք։ Կամ երբ որ Աստված Հիսուսի ոտքերուն դակ բերե ամբողջ թարերու թշնամիները, անհավատները, ատկևերջ Հիսուս Աստուծո աչ գոմը պիտի չնստի այլևս։ Սիրելներ, ասոնք դակավին փոքր օրինակներ են, որովհետև Աստվածաշունչի մեջ բազմաթիվ են այս օրինակները, բազում են օրինակները, որոնք գխոսին այս բոլորին մասին։ Եվ սիրելի քույրեր եղբայրներ, արդեն տեսանք, որ մինչևը բացարձակ կերպով չի նշանակեր երբեք, որ ատկե ետքը չգա։ Հետևաբար նույն ցևով, երբ որ այստեղ գխոսվի, որ Հայրովսեփը չհարաբերեցավ անոր հետ, մինչև իր անտրանիկ զավակը ծնավ եւ զայն Հիսուս կոչեց, խոսքը չի վերաբերիր, որ Հիսուսը ծնել են վերջ, Հովսեփ եւ Աստվածամայր մարմնավոր սերային հարաբերություն ունեցան իրարու հետ։ Սիրելիներ, ինչու այս մեկը գսեմ։ Եվ ինչու համար այս խոսքը գսվի այստեղ։ Այս խոսքին բացատրությունը հետևյալն է։ Շեշտելու համար է Մատթեոս Ավետարանիչ, որ Հիսուս անսերմ հղությամբ ծնավ, որ Հիսուս մարդկային ծնունդի արդյունք չէր, մարդկային սերմի արդյունք չէր։ Այստեղ սիրելիներ գշեշտվի իրականության մեջ, որ Աստվածամայրը Հիսուսը ծնավ առանց սերմի։ Հիսուսը ծնավ գույս, ինչպես որ 5 դագարանի մեջ ասված էր, ահա գույսը պիտի եղանա եւ զավակ ծնի։ Ահա սիրելիներ, երբ այստեղ Մատթեոս գշեշտե, որ անոր հետ չհարաբերեցավ, մինչև անոր անտրանիկ զավակը ծնավ, այսինքն սիրելիներ, ցույց կդրվի, որ Հիսուս անսերմ հղությամբ ծնավ։ Առանց Հովսեփի սերմին, այլ Սուրբ Հոգիով էր, որ Մարիամ հղացավ եւ ծնավ։ Եվ ասիկա շատ կարևոր էր սիրելիներ, շեշտելու համար Հիսուսի աստվածությունը, որովհետև եթե մարդկային ծնունդը լար Հիսուս, ուրեմն չէր գրնար գույսը հղանալ, պետք է մարդկային հարաբերություն ըլլար։ Իսկ այստեղ, երբ որ գսվի, հստակ կլա, որ Մարիամ Հովսեփի հետ հարաբերություն չունեցավ, այլ անսերմ Սուրբ Հոգիով ղացավ եւ անսերմ ցևով ծնավ Հիսուս Քրիստոսը։ Եվ տեսեք Սուրբ Ներսես Շնորհալի Հայրաբեդը այս մասին խոսելով, այս համարը բացատրելով, միան վերջին բաժինը գարտամ ինչ որ գսե, քանի որ նախքան մանգան ծնունդը կարող էր գասկած ըլլալ, որ Հովսեփ եւ Մարիամ իրարու հետ մարմնավոր հարաբերություն ունեցած են, այն ինքը վերացուց, Մատթեոսը վերացուց այս գասկածը, նրան անոր չեր մոդենար հստակ խոսքով, անոր չմոդեցավ հստակ խոսքով, իսկ ծնունդեն հետոյի համարալ պետք է հասկանալ ու ճանչնալ դվավ, քրապարեն գտարմանեմ օղագի,
միտք ունեցող մարդոց, որ երբեք այսպիսի գասկած չունենան, որ Մարիամ եւ Հովսեփ իրարու հետ հարաբերություն ունեցած են եւ ադոր արդյունքն է Հիսուսը։ Եվ ինչպես ովևէ մարդ նման բան կմտածի գույսի մասին, թե այդպիսի անջարելի ծնունդեն հետո աշխարհին հadouk ամուսնական կյանքը կարող էր գույսի մտքով անցնել։ Արդար Հովսեփը նույնպես այդքան ըսկանչելի ծնունդը տեսնել է յետք չեր համաձայներ այդպիսի բան անել։ Սիրելիներ, Աստվածամայրը երբ Սուրբ Հոգին ստացավ եւ իմացավ, որ Աստուծո որդին պիտի ծներ, ինչ կգարձեք։ Աստուծո որդին ծնելեն յետք իր կյանքը յետ մարմնավոր կյանքի պիտի նվիրեր, թե ոչ սրբության պիտի նվիրեր։ Սրբության պիտի նվիրեր։ Իսկ հայր Հովսեփը, որու մասին կվկայե Սուրբ Գիրքը, որ արդար մարդ էր, Հովսեփ արդար եւ աստվածավախ մարդ էր։ Ինչ կգարձեք, երբ տեսավ, որ այդ արտքանթը, որ գրեց Աստուծո որդին, ինք այդ արտքանթին պիտի մոդենար, բացարձակ կերպով սիրելներ, պիտի երբեք չմոդենար։ Մենք Սուրբ Գիրքի մեջ շատ հետաքրքրական պատմությամը կհանդիպենք։ Գարտացեք երկրորդ Թագավորաց գրքի 6-րդ գլխու, հատկապես սիրելներ առաջին 11 համարները։ Այնտեղ կտեսնենք, որ ուխտի դաբանակը, գիտեք, որ ուխտի դաբանակի մեջ Աստուծո 10 պատվիրաններու երկու դաղտակները կային, նաև մանանային սապորմը մանանագար եւ Մովսեսի Ահարոնի ծաղկյալ քավազանը գար, ամենայն թեպս, երբ որ ուրեմն այդ ուխտի դաբանակը սիրելներ գփոխադրվեր, այդ ժամանակ Վոկազը Ոզա անունով ուրեմն մարդը ինք որ ուխտի դաբանակը վերցնողներեն մեկ եղավ Ոզան եւ Աքիովը, Ափինատապին զավակներն էին ասոնք, երբ դերմը հասավ, Նակոնի գալը հասավ, արդը հասավ, եւ եզները, որ իրենց վրա գրեին ուխտի դաբանակը, եւ ծրեցավ քիչմը ուխտի դաբանակը, այդ ժամանակ Ոզան ցերկը թրավ ուխտի դաբանակին վրա, որ շտկեր, եւ անմիջապես տեսեք գգարտամ ցեզի 7-րդ համարը, երկրորդ Թագավորաց 6-րդ գլուխ 7-րդ համար։ Եվ դիրոջ փարգությունը փորփոքեցավ Ոզայի թեմ ու զանիգա հոն այս հանցանքին համար զարգավ, որը նույն դեղը Աստուծո դաբանագինքով մեռավ։ Սիրելիներ, եթե Ոզան թբավ միայն թբավ ուխտի դաբանագին, եւ այդ ալ սիրելիներ նյութական ուխտի դաբանագներ, որու մեջը դաստապանյա բադվիրանները գային, Աստվածամայրը ինք ճշմարիտ ուխտի դաբանակն է, որու մեջ Աստուծո որդին կհանչեր։ Հայր Հովսեփը սիրելներ արդար մարդ ըլլալով չեր գրնար թբնալ այդ ուխտի դաբանագին այլևս։ Անիգա փագյալ բարդեզ էր, փագյալ աղբյուր էր, ինչպես երկերկոցի մեջ անցնող շաբաթից բացատրեցի։ Չեր գրնար մոդենալ։ Եթե մոդենար սիրելներ, բղծություն կործած կլար, գրնար, ոչ թե գրնար, գմերներ ամիջապես։ Հետևաբար Հայր Հովսեփը եւ Մարիկ Աստվածածինը իրենց մտքեն այդ մարմնավոր սերային կյանքը արդեն դուրս հանած էին։ Սիրելներ, Սուրբ Գիրքի մեջ կգարտանք, որ նույնիսկ մարդիկ Աստուծո համար ներքինի կմնան, ուխտ կնեն, որ չամուսնանան։ Սիրելիներ, եթե բարձ մարդոց համար ջկնավորներ, գույսեր չեն ամուսնանար եւ իրենց կյանքը ամբողջությամբ Աստուծո կնվիրեն, միթե դժվար էր Սուրբ Մարիամի եւ Հոսեփի համար, որ իրենք ժուժգալ կյանքով ապրեին ու այլևս մարմնավոր հարաբերություն չունենային։ Եվ գամ միթե սիրելներ Մատթեոս Ավետարանիչին մտահոգություններ հայտնել, որ ատկեվերջը հարաբերություն ունեցան, որովհետև
նախ դրամապանությամբ բացարձակ կերպով չսվիր որ հարաբերություն ունեցան։ Եվ բացադրեցի արդեն մինչևի իմաստը Սուրբ Գիրքին համաձայն։ Սուրբ Գիրքին համաձայն չի նշանակեր որ ատկևերջ վիճակը փոխվեցավ, այլ այդ մինչևը նույնիսկ կնշանակե հավիդենաբես գույս մնաց։ Այս բոլորը սիրելներ սատանայական խաբեություններ են, խաղարգություն է։ Սատանան գուզե մարդոց մտքին հետ խաղալ, բղդորելու համար մարդոց միտքը աստվածամոր նկատմամբ։ Ինչու՞։ Որովհետև ամենեն շատ մարդոց մեջ են սատանան աստվածամոր գադե։ Ինչու՞։ Որովհետև աստվածամայր եղավ այն գույսը, որ ջզմեց սատանային գլուխը։ Աստուծո որդին աշխարհ բերելով։ Ադորամար աստվածամոր գադե սատանան։ Եվ ադորամար այս բղդորությունները պիտի բերե, որբեսի մարդիկ Սուրբ Գույս Մարիամը նսեմացնեն, անոր բադիվը, անոր մեծարանքը դգարացնեն, որովհետև եւ սատանան գրծավ Եվան բարդության մատնել, բայց չգրծավ Սուրբ Մարիամը բարդության մատնել, ահա սիրելներ, հիմա ամեն ինչ կնե, քանի որ չհանդուրժեր սատանան Սուրբ Աստվածամոր, ամեն ինչ կնե, որբեսի կարողանա Աստվածամոր անունին արատ բերել։ Բայց սկզբնական եկեղեցին ամբողջությամբ սիրելիներ Աստվածամոր հավերժ գուսության վարդապետությունը բահած ու բահբանած է եւ ինչպես ասի արդեն ցեզի մինչև բարեգարչական շարժումի ղեկավարները իրենք այս փոլորը բահած են ատկե յետն է որ մարդոց մեջ կասկած է գերե որովհետեւ հերացան Սուրբ Գիրքը ճշմարիտ հոգիով հասկանալու վարդապետութենեն Սիրելի եղբայրներ եւ քույրեր չկասկածինք մեր Սուրբ հայրապետներու եկեղեցվո Սուրբ հայրերու դված այս բացադրությանց վրա չգարձենք որ սիրելներ այսօրվան փողոքական մեկնիչները ավելի խելացի էին քան եկեղեցվո Սուրբ հայրերը որոնք սիրելներ ամբողջ թավանանքը գազմագերբեցին այսօր փողոքական եկեղեցին եթե Սուրբ երրորդության վրա թավանանք ունի հիմնված է նիգիական հավատամքին վրա որովհետև եկեղեցվո հայրերը աստվածաշունչին մեջի ամեն ճշմարտությունը թավանանքի վերածեցին ամբողջ սիրելներ վարդապետությունը եկեղեցվո Սուրբ Հոգին առաջնորդությամբ եղած է եւ ինչ որ այսօր փողոքական մեկնաբաններ կգարձեն որ եկեղեցվո հայրերը սխալած են բարձրապես իրենք սխալած են իրենք նույնիսկ գմերժեն իրենց առաջնորդներու իրենց բարեգարչական շարժումի ղեկավարներու ուսուցումները որոնք սիրելներ ինչպես ասի անոնք գտավանին աստվածամոր հավերժ գուսության մասին մեկ երկու համարներ հիշեմ կամ խոսքեր հիշեմ իրենց բարեգարչական շարժումի ղեկավարներեն որբեսի տեսնեք սիրելներ որ հին ժամանակներեն սկսյալ այս վարդապետությունը հավերժ գուսության միշտ գույս լալուն աստվածամոր ներկա եղած է օրինակ լուդերի կորձերու մեջ կգարտանք գսե հավատքի հանքանակ է որ Մարիամը Տիրոջ մայրն է եւ թերևս մինչեւ այսօր գույս է այսին հավերժ գույս է մենք կհավատանք որ Քրիստոսը ծնած է գադարյալ անվնաս թողնված արքանտեն Ուլրիխ Ցվինկլին իրենց բարեգարչական շարժումի ղեկավարներն գսե ես խորաբես կհավատամ որ Մարիամը ըստ Ավիդարանի խոսքերուն որբես մաքուր գույս մեզի համար ծնավ Աստուծո որդին եւ ծննդապերության ժամանակ ու ծննդապերութենեն հետո հավերժ մնաց մաքուր անարատ գույս Ջոն Wesley-ի խոսքերը մեջբերեմ գսե Սուրբ Գույս Մարիամը որ ինչպես նաև անոր ծննդապերելեն հետո մնաց մաքուր եւ ամփից գույս ահա սիրելիներ
եկեղեցու հայրերու մասին թեր չեմ խոսիր, որոնք սիրելիներ բոլորնալ խոսեցան Աստվածամոր հավերժ գուսության մասին, այլ ցույց կտան, որ փոքրական եկեղեցու բարեգարչական ուրեմն շարժումը եւ որ ստեղծվեցավ եւ փոքրական եկեղեցին կազմվեցավ, Աստվածամոր հավերժ գուսության մասին իրենց վարդապետությունը չփոխվեցավ։ Նորացև է, նորելուգ է, նորաստեղծ է այս վարդապետությունը, որ այսօրվան փոքրական եկեղեցու ղեկավարներ կամ մեգնապաններ գնեն։ Սիրելիներ, եկեք մենք հաստատ մնանք մեր հավատքի մեջ, որ Աստվածաշունչը մեզի կփոխանցե եւ մեր հայրերը մեզի սորվեցած են։ Աստվածաշունչը ընթերցելու եւ հասկանալու համար սիրելիներ Աստուծո Սուրբ Հոգին գարիք ունենք։ Այդպես մտածածին ցևով մեր միտքեն, մեր խելաբադիգեն ելած խոսքերով չեն կրնար Աստվածաշունչը ոչ հասկանալ, ոչ ալ բացատրել։ Այլապես սխալ բացատրություններ կտանք։ Այլ պետք է սիրելիներ մեր միտքը բաց ըլլա ճշմարտության դիմաց, որբեսի հասկանանք։ Եվ խնդրենք միշտ Սուրբ Հոգին, որ մեր միտքը բարձ է, իդ վերադառնալ ճշմարտության։ Գոչ կուղեմ բոլոր փոքրական եղբայրներուն եւ քույրերուն, որ ասկե վերջը հարցակում չնեն Աստվածամոր ոչ սրբության վրա, ոչ հավերժ գուսության վրա, ոչ իրեն դրված հարկանքին համար, ոչ հադուկ գին ըլլալուն համար, մեծարվելուն համար, որովհետև այս բոլորը Աստվածաշունչեն են։ Եվ ընդհակառակը գքաչալերեմ իրենց որբեսի եկեղեցու հայրերը ընթերցեն, բաց աչքով Սուրբ Գիրքը ընթերցեն եւ իրենք ալ բոլորիս նման բիդեսեն օրտնյալ էստուն իգանայս։ Օրտնյալ է Աստվածամայրը, որովհետև անիկա հավատացյալներու օրինակն է։ Հավատացյալներն ալ սիրելներ իրենք պետք է սրբությամբ ապրին։ Սատանան միշտ մեր ետևեն է, որովհետև կգարտանք մենք հայտնություն Հովանու գրքի 13-րդ գլխի մեջ, որ Սատանան Աստվածամոր ետևեն գնաց եւ ապա անոր հավատացող զավակներուն ետևեն գնաց, այսօր մեր ետևեն է։ Եկեք սիրելներ, Սատանան ջզմենք մեր ոտքին տակ, ինչպես Աստվածամայրը ջզմեց իր մեջ Հիսուս ունենալով եւ ամուսնությունը սրբություն է սիրելիներ, նույնիսկ ամուսնացած մարդիկ հոգևոր գուսությամբ ապրին, հոգևոր գուսությամբ, որովհետև ինչպես կգարտանք 14-րդ գլխի մեջ հայտնություն Հովանու, երբ Հիսուս հայտնվի, իր հետ պիտի հայտնվի նաև գույսերը, այսինքն անոնք, որոնք այս աշխարհի մեղքերուն հետ չխառնակվեցան։ Աստվածամայրը մեզի օրինակ եւ օրտնյալ լա միշտ ինք։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրտնյալ օր ձեր բոլորին։